Դա քրիստոնեական է, ասել Նիկոլ Փաշինյանը ինքը ասեմ համար մեկ մոլորված զավակ պետք է հոգևորական օրինակ այդպես խոսի։ Ինքը մոլորված զավակ չի, ինքը մոլորեցնող գայլ է եւ մեր բարեպաշտ ժողովրդին էլ գառան մորթով գայլերից զգուշացնում ենք։ Ինքը գառան մորթով գայլ է, իր կարդացած սաղմոսներն են իմ համար ամենավիրավորականը։ Կարող է ինքը այնպիսի սաղմոսներ կարդալ, որոնք վերաբերում են Մեսիային եւ ինքը առաջի դեմքով կարդալ, չգիտեմ, կառավարության տանը ապրել, ընտանիքով շքեղ ապրելակերպով ապրել եւ ասել ես աղքատ ու տնանկ եմ, դու ոչ աղքատ ես, ոչ տնանկ ես, կամ աղոթքի նախաճաշ հրավիրել, դատաստանի առակից խոսել։ Եթե ասում է դատաստանի առակի ժամանակ ոմանց կասի եկեք իմ հորորդյալներ, բանտում էի ինձ այցի եկաք, դու բանտարկյալներին չես այցի եկել, դու անմեղներին բանտարկել ես, այդ թվում եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների։ Ասում է տնանկ էի, ինձ տանս ընդունեցիր։ Ինքը Արցախի մեր 120,000 ժողովրդին տնանկ է դարձրել։ Ինքը ասում է որբերին խնամեցիր 44-օրյայի պատերազմի իր ապաշնորհ ղեկավարության կամ ղեկավարության անկարողության հետևանքով բազում երեխաներ որբ են դարձել։ Այսինքն ինքը ոչ թե կալանավորների է այցելել, այլ ամենաշատ քաղաքական կալանավորները Հայաստանի 3-րդ հանրապետության ժամանակ եղել են իր օրոք։ Այսինքն ինքը կալանավորել է նաև աննախադեպ առումով եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, քահանակ այսօր տնային կալաքում, թեմիների հաշվապահների, հոգևոր կյանքը ամբողջ փորձում է խաթարել։ Արցախում բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, վերջի շրջանում տեսա ինչպես նաև Քաշաթաղում պարսկական մզկիթ էին ադրբեջանցիները քանդել։ Դրա համար էլ սիրտս ցավացել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին դարձի բերելու բոլոր հնարավոր ճանապարհները սպառվել են։ Դարձի գալը այսպես է, մարդը պիտի զղջա Խոստովանի եւ Հատուցի։ Իր արարքների համար ինքը եթե նույնիսկ զղջա Խոստովանի էլ, կարծում եմ ինքը չի կարող հատուցել, որովհետեւ ինքը Հայաստանի Արցախի հանրապետության ամբողջ տարածքն է հանձնել Ադրբեջանի, ավելի մեծ տարածք է ինքը ստորագրությամբ հանձնել, քան մենք կորցրել ենք 44-օրյայի պատերազմի ժամանակ, ինչպես պիտի հատուցի զոհերի ընտանիքներին, անհետ կորածների ընտանիքներին, ինչպես պիտի հատուցի հաշվանդամ դարձած մարդկանց։ Ես կարծում եմ ինքը դժվարություն կունենա հատուցելու եւ դժվարություն կունենա դատաստանի ժամանակ պատասխան տալու։ Դրա համար էլ ինքը գնում է այն քայլին, որպեսզի իր ականջներին հաճո, իր լսելիքին հաճո, իր շուրջը համախմբի հոգևորականների նրա։ Օրինակ տեսանք 8 հոգևորականների, որոնք կներեք հանդիպեցին Փաշինյանի հետ։ Դուք տեղեկություն ունեք այդ 8 հոգևորականներից բացի այլ բարձրաստիճան հոգևորականներ եւս միանալու են։ Ինքը 8 տարվա մեջ 8 հոգի է հավաքել իր շուրջ։ 54-ից։ Այո, 54-ից, այսինքն քանիսն են մնում այնտեղ։ 44 եպիսկոպոս, արքեպիսկոպոս նկատի ունեն։ Այո, 54-ից եթե 8-ը միացել են եւ վեհափառի շուրջ մնացել են արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների մեծագույն մասը, ավել ասեմ, եթե եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների մեծագույն մասը անգամ միանային Նիկոլ Փաշինյանին, դա որևէ հիմք չէ վեհափառ հայրապետի հրաժարական։ Մի րոպե միտքս ավարտեմ։ Վեհափառ հայրապետը կարող է միայն հրաժարական տալ, եթե դավանաբանական շեղում ունենա իր հավատքից, որը վեհափառ հայրապետը կուսակրանության ուխտը խախտելու ոչ հնարավորություն ունի եկեղեցու կանոններով վեհափառ հայրապետի կանոն չկա շնության դեպքում, նույնիսկ ես նայեք սխալ չհասկացում, նույնիսկ եթե վեհափառ հայրապետը այսօր նման մեղք գործի, եկեղեցական կանոն չկա, կանոնագիր քայոցում կանոն կա քահանայի շնության դեպքում ինչ պիտի արվի, եպիսկոպոսի կա, սարգսակի կա, աշխարհիկի կա, բայց վեհափառ հայրապետի վեհափառ հայրապետի նման կանոն նույնիսկ գոյություն չունի ուխտը խախտելու ու իր վեհափառ եղած ժամանակ ուխտը խախտելու դեպքում նույնիսկ կանոն չկա, այսպես ասեմ, որևէ կանոն չկա, բայց դեպքն էլ չկա, այսինքն իրենք փորձում են նայեք մարդու անցյալի վրա ինչ որ մեղքեր բարդել
Այսինքն ցանկացած մեկս անցյալում ներկայում մեղքեր ունենք 50 տարի առաջ ենթադրյալ կատարած հանցանքի համար այսօր հիշել են եւ ինչ ասեմ այսօր անբարոյական կյանքով ապրող մեկն է հիշել երբ որ իր կնոջ հետ ինքը ոչ ԶԱԳՍ-ով ոչ եկեղեցով ամուսնացած չի օրենքի խախտում չի հենց օրենքի խախտում է այդ կանոնագիր հայոցը բոլորիս համար է Եպիսկոպոս չի հոգևորական չի ժողովուրդ բոլորս մարդ ենք եւ բոլոր մարդկանց համար է կանոնագիր հայոցի օրենքները օրենքից վեր մարդիկ չկան իրենք դրա իրավասությունը չունեն իրենք ինքնիրավչությամբ են զբաղվում որի համար պետությունը քրեական հոդված ունի պետական պաշտոնյայի հովանավորչությամբ նման արարքը նաև ավելի է խստացում եթե պետական պաշտոնյայի հովանավորչությամբ է արվում սահմանադրությամբ հայ առաքելական Սուրբ եկեղեցին պետության հետ իր հարաբերությունների համաձայնագիրը ունի 2007 թվականին կնքված որտեղ վարչապետը որևէ լծակ չունի եթե ես օրինակի համար գողություն անեմ շնություն անեմ սպանություն անեմ ինձ պետությունը կարող է պատժել միայն գողության եւ սպանության համար ինձ մայրաթորը կարող է որպես քահանայի նաեւ շնության համար պատժել բայց պետությունը նման լծակ չունի որ ինքը մտնում է ուրիշների ընտանիքները ուրիշների անձնական կյանքը այդ թվում հոգեվորականների իմ հարցը նման դեպքում կարող է քննվել եթե օրինակ ես շնություն մեղք գործեմ իմ հարցը պիտի իմ համայնքը կամ երեցկինը կամ ես ներկայացնենք կարգապահական հանձնաժողովին եւ կարգապահական հանձնաժողովը այդ դեպքում մեր հարցը քննելու իրավունք ունենա բայց կարգապահական հանձնաժողովը ինքը խորհրդատվական մարմին է եւ իր քննած հարցը միայն օրինական ուժ է ստանում վեհափառ հայրապետի կողմից հաստատելուց հետո կներեք եկեղեցին ինքը երարխիկ կառույց է եւ ղեկավարում է տիրոջ օծյալ գահակալի նույնիսկ ազգային եկեղեցական ժողովը որ մեծ ձայների մեծամասնությամբ ընտրել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին ինքը նույնիսկ միջոց է օծման համար կարևորը վեհափառի օծումն է եւ ինքը մեր օծյալ գահակալն է եւ որևէ մի իշխանական չինովնիկ իրավասու չէ եկեղեցու ներքին կյանքին միջամտելու Տեր Վրդանես, դուք տեղյակ եք բարձրաստիճան հոգևորականների այս պահին ընթացող ժողովից ինչ ժողով է տեղի ունենում, արդյոք վարչապետի հետ երեկվա հանդիպմանը մասնակցած եպիսկոպոսները եւ արքեպիսկոպոսները, որովհետեւ այնտեղ ցանկում նրանց անուններ կա, կազմում, հա, ժողովի, արդյոք նրանք ներկա են այդ ժողովին, հարցի համար շնորհակալ եմ, անտեղյակ եմ, տեղյակ չեմ Իսկ դուք ասացիք, որ եկել եք հանդիպելու կաթողիկոսին։ Չէ, ես եկել եմ մարտաճար աղոթելու, այո, իմ աջակցությունը հայտնելու։ Տեղյակ չեմ։ Եվ որևէ այդ մանատ ես այսօր առավոտյան Կալանավայրում գտնվող Մրկերտիչ arczepiskopos Պռոշյանի օրհնությամբ եւ մեր թեմի հոգեվոր տեսուչ հայ շնորհ Պալոյանի օրհնությամբ այցելել եմ Կոշի Սուրբ Ստեփանոս մեր ուխտավոր հավատացյալների հետ եւ այնտեղ նաեւ աղոթել ենք վեհափառ հայրապետի համար, որ մեր վեհափառ հայրապետին երկար արևշատ օրեր տա Աստված, նաեւ Կալանավայրում եղող սրբազան հայրերի համար, մանավանդ Միքայել arczepiskopos Աճապատյանի համար, որտեղ ինքը չնայած իր արտաքին այսպես խաչ, համարձակ տեսքին, ինքը փոխար առողջություն ունի, ինքը գիտնական, մտավորական, հոգեվորական է, բայց շատ առողջական լուրջ խնդիրներով անձնավորություն է, որոնց համար ինքը չի լացում, չի մխկտում, սենց խեղճ դեմ չի ընդունում, բայց ինքը շատ փխրուն առողջություն ունի։ Ուզեմ, որ նաև դուք էլ աղոթեք իր առողջության համար, որտեղ Կալանավայրում եղող հոգեվորականների հետ նաև շատ վատ են վարվում, անկեղծ ասեմ, ես ինքս առաջի այդ ուզարկության ժամանակ, երբ մեր տունը հոկտեմբերի 15-ին մտան մեր տուն, այնտեղ ասենք շատ արգալից էին վարվում, բայց փառք Աստծո վերջի անգամ որ քնչական եմ կանչվել, փաստաբանի հետ էի եւ ի պատիվ
Արմինե Ֆանյանի, որ հրաշալի փաստաբան է, փառք Տիրոջ է, վերջի անգամ քննչականում իմ հետ անհարգալից չեն վարվել եւ ինձ խոշտանգման չեն ենթարկել։ Ինչպես են վարվում հոգեվորականների հետ, Որ ասեցիք վատ են վարվում Միքայել Սրբազանի հետ ֆիզիկական ասենք անկեղծ ասեմ, որ մեր տոնը խուզարկության են մտել, կներեք նույնիսկ ինձ չեն թողել հագուստներս հագնեմ, գիշերազգեստով եմ եղել ամբողջ ընթացքում, ինձ առանց դատարանի ծանուցման բերման են ենթարկվել, ես այդ առավոտյա երեկոյան ժամը 17-ին եմ իմացել, որ ինձ բերման են ենթարկել, ոչ թե ուղղակի հրավիրել են, այնտեղ ամբողջ ընթացքում առավոտյան 7-ից մինչև երեկոյան 17-ը նույնիսկ ինձ մեկ զանգի հնարավորություն չեն տվել, այնտեղ քննչականում եղած ժամանակ ես դեղորայք չեմ ստացել, էլ ասենք ճշման եւ շաքարի Բայց կարիք ունեիք։ Այո, կարիք ունեի, ավել ասեմ փոքր երեխաց մենք գիտեինք գնացեր, բայց վերմակով ծածկված է եղել երեխան եւ այդ ամբողջ նաեւ անհարգալից պահվածքը իմ ընտանիքիս անդամ Դիմակավորված մտել էին։ չէ առանց դիմակի, բայց ասենք ոչ կոռեկտ պահվածքով Պատավրապես ինձ ձայներդ կտրեք, հարց կտամ կպատասխանեք, չեք տա չեմ պատասխանի եւ այո, իմ անձնական կաշվի վրա ստացել եմ, նրանց այդ վարվածի հետ կապված տեղեկություններ չունեմ, չեմ կարող փաստել, բայց կարծում եմ տարբեր չի եղել։ Եվ կներեք մի բան ճշտեմ, էլի դուք որ ասեցիք արհեստական բանականությամբ, դա ինչ որ փորձաքննության հիմքով եք դուք ասում։ Ժողովուրդ, ես անձեն աչքով նման վիդեոները իրարից տարբերելու ասենք sense primitive, ասենք ամենա կարող եք դուք մտնել այդ նույն վիդեոները, եթե ձեզ հասանելի է, եթե հարմար կամարեք մտեք, տեսեք եւ վստահ եմ դուք ինձանից լավ կարծիք կհայտնեք եւ վստահ կիմանաք, որ դա արհեստական բանականությամբ է։ Ես անձամբ, ասենք, Սրբազան հորը շատ լավ ճանաչում եմ, շատ հարգում եմ եւ եթե նույնիսկ ինքը որևէ խնդիր ունենա, ինքը այնպեսի ասենց քաջ առաքինի անձնավորություն է, որ պատրաստ է իր խնդիրների համար պատասխան տալ ցանկացած հարցի համար եւ Արշակ Սրբազանը ի պատիվ իրեն այն անձնավորությունն է, որ հարկ եղած դեպքում եթե զգա իր պատճառով կարող է եկեղեցին նույնիսկ վարկաբեկվել, ինքը պատրաստ է եկեղեցուցը։ Թեմի առաջնորդը Նյուզեյմին հարցազրույց է տվել։ Մյուսներից ով հարց չի տվել։ Էլի բոլոր հարցերին, ձեր հարցերին էլ։ Հաղորդի թեմայի հետ։ Նայեք, ձեր հարցերին միջև վերջ կկանգնեմ, բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ, չէ, բայց չէ, ձեր հարցին էլի կպատասխանեմ։ Ես չեմ շտապում, չէ, դուք չէ, ով որ հարց չի տվել լրագրողներից, կուզեմ իրանք հարց տան եւ նորից ձեր հարցերին ներողություն, էլի, հա, ով հարց չի տվել, ով չի տվել։ Բոլորս տվել ենք։ Լավ, ուրեմն կներեք, լավ, ուրեմն ձեր հարցին։